Դուք հավատում եք, որ մեկ գիշերը կարող է ամեն ինչ փոխել։ Նա փախչում էր ինքն իրենից, նա թաքցնում էր մի դատարկություն, որը ոչ մի գումար չէր կարող լցնել։ Բայց երբ նրանց հայացքները հանդիպեցին, ծնվեց մի բան, որը անհնար էր վերահսկել։ Այս պատմությունը ցույց կտա ձեզ, որ երբեմն սերը գալիս է ոչ հարմար պահին, բայց ճիշտ ինտենսիվությամբ։ Հուսով ենք, որ կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինան դեռ հիշում էր թաց հողի հոտը, որը ներծծում էր Դիլիջանի առավոտները։ Այն բույրը, որը կպչում էր մաշկին ու մազերին, որը գալիս էր թռչունների երգի հարանների պատուհանները բացելու ձայնի հետ, արը ներս թողնելու համար։ Դա պատկանելության հոտ էր, գետնին խրված արմատների, մի պարզ կյանքի, որը նա անգիր գիտեր։ Բայց հիմա, կանգնած Երանի կենտրոնական ավտոկայանի հարթակում, ծանր ճամպրուկով կառավարման դիպլոմը պայուսակի մեջ ծալված, Մարինան այլ օդ էր շնչում։ Ծխով, շտապողականությամբ դատարկ խոստումներով լի օդ։ Երանը չի ներում նրանց, ովքեր առանց հրավերի են գալիս։ Քաղաքը կուլ է տալիս փոքր երազանքները հետ թքում միայն նրանց, ովքեր պայքարելու քաջություն ունեն։ Մարինան քաջություն ուներ։ Կամ գոնե դա էր կրկնում իրեն ամեն առավոտ, երբ արթնանում էր արաբկիրում վարձակալած փոքր սենյակում, բաղնիքը կիսումս 3 հոգու հետ փորձում մոռանալ, որ արդեն 57 ինքնակենսագրություն էր ուղարկել, առանց որևէ պատասխանի։ 57։ Նա հաշվում էր, որովհետ ինչ-որ կոնկրետ բան էր պետք բռնելու։ Որովհետ մերժումը կշիռ ունի, որը կուտակվում է, աղյուս առ աղյուս, մինչ հազիվ ես կարողանում անկողնուց վեր կենալ։ Եվ Մարինան հոգնած էր։ Հոգնած էր հույսով արթնանալուց հիասթափությամբ քնելուց։ Հոգնած էր մորը հեռախոսով ծածնելուց, թե ամեն ինչ կարգին է, որ շուտով ինչ-որ բան կհայտնվի։ Հոգնած էր անտեսանելի լինելուց։ 23 տարեկանում նա պարզապես մեկ այլ դեմք էր բազմության մեջ։ Մեկ այլ գավառական աղջիկ, ով հավատում էր, որ դիպլոմը բավական կլինի։ Մեկ այլ մարդ, ով չգիտեր, որ Երանում տաղանդից շատ ավելին է պետք։ Պետք են կապեր, ազգանուն, հաջողություն։ Եվ Մարինան դրանցից ոչ մեկը չուներ։ Ուներ միայն Ջուլիանան։ Ջուլիանան միակ ընկերուհին էր, ում Մարինան ձեռք էր բերել մայրաքաղաք գալուց հետո։ Նրանք ծանոթացել էին Excel-ի խորացված դասընթացում, այնպիսի դասընթացներից, որոնք խոստանում են աշխատանք, բայց տալիս են միայն ընդհանուր վկայական։ Ջուլիանան Մարինայի հակառակն էր։ Խոսուն, վճռական, էքստրավերտ։ Աշխատում էր որպես օգնական գովազդային գործակալությունում միշտ մարդկանցով շրջապատված էր։ Նրա համար Երանը զվարճանքի այգի էր։ Մարինայի համար լաբիրինթոս։ Այդ ուրբաթ օրը Մարինան պառկած էր վարձակալած սենյակի բարակ ներքնակի վրա, նայում էր խոնավությունից բծոտված առաստաղին, երբ հեռախոսը թրթռաց։ Դա Ջուլիանան էր։ Մարի, դու էլի այնտեղ փակված չես մնա։ Այսօր դուրս ենք գալիս։ Մարինան հոգոց հանեց։ Տրամադրություն չուներ դուրս գալու։ Ոչ մի բանի տրամադրություն չուներ։ Ջու, տրամադրություն չունեմ։ Հոգնած եմ։ Ինչից հոգնած։ Իրար ուտելոց։ Դա քեզ ոչ մի տեղ չի տանի։ Դու պետք է դուրս գաս, ապրես, շնչես։ Դու քեզ փակում ես այս սենյակում մոռանում, որ դրսում աշխարհ կա։ Մարինան փակեց աչքերը։ Գիտեր, որ Ջուլիանան ճիշտ է։ Բայց դուրս գալը էներգիա էր պահանջում, որը նա չուներ։ Պահանջում էր դիմահարտարում գեղեցիկ հագուստ, ստիպողական ժպիտներ։ Պահանջում էր ծածնել, թե ամեն ինչ կարգին է։ Ջու, ես փող չունեմ դուրս գալու։ Ես կվճարեմ։ Այսօր իմ հաշվին է։ Եվ ոչը որպես պատասխան չեմ ընդունում։ Այսպես, մի քանի ժամ անց, Մարինան իրեն տեսավ մտնում հյուսիսային պողոտայի մի բար։ Նրա համար չափազանց էլեգանտ մի վայր։ Բաց աղյուսե պատեր, ցածր լույսեր, ֆոնային երաժշտություն, որն ավելի շատ ֆիլմի սաունդթրեքի էր նման։ Այնպիսի վայր, որտեղ մարդիկ բարդ անուններով խմիչքներ էին պատվիրում, խոսում միջազգային ճանապարհորդությունների մասին։ Մարինան իրեն անտեղի էր զգում։ Նրա կրած պարզ զգեստը, որը գնվել էր զեղչերով, աղաղակողորեն էժան էր թվում այնտեղի մյուս կանանց հագուստների կողքին։ Ջուլիանան, ընդհակառակը, շողում էր։ Բարում էր ծանոթներին, բարձր ծիծաղում, խմիչքներ էր պատվիրում, առանց գինը նայելու։ Հանգստացիր, Մարի։ Ոչ ոք քեզ չի դատում։
Բայց Մարինան իր վրա էր զգում բոլորի հայացքները։ Կամ գուցե դա պարզապես իր աչքերն էին, այն ներքին ձայնը, որը երբեք չէր դադարում քննադատել։ Հենց այդ ժամանակ, երբ նա նայեց բարի մյուս կողմին, նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին։ Էդուարդ Ալմեյդյանը մենակ էր կանգնած բարի մոտ, մի բաժակ վիսկի ձեռքին, հայացքը հեռուն։ Նա ուներ այն ներկայությունը, որը որոշ մարդիկ անդադար կրում են։ Նա պարզապես գեղեցիկ չէր։ Նա մագնիսական էր։ Այնպիսի տղամարդ, ում նայում ես բնազդաբար գիտես, որ նա քո աշխարհին չի պատկանում։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, թեթակի ծալված թքերով, անթերի կոստյումի տաբատ, ժամացույց, որը հավանաբար ավելի թանկ էր, քան Մարինան կվաստակեր 6 ամսում, եթե աշխատանք ունենար։ Մուգ մազերը թեթակի խառնված էին, կարծես նա հոգնածության ժեստով ձեռքը տարել էր մազերի միջով։ Եվ աչքերը։ Այն շագանակագույն աչքերը, որոնք կարծես 1000 որոշումների ծանրությունն էին կրում։ Երբ նա նայեց Մարինային, կարծես շուրջ բոլորի աշխարհը անհետացավ։ Դա պատահական հայացք չէր։ Դա այնպիսի հայացք էր, որը թափանցում է, որը մերկացնում է, որը հարցեր է տալիս առանց բառերի։ Մարինան արագ շեղեց հայացքը, սիրտը արագ զարկում էր։ Զգաց, որ դեմքը տաքանում է։ Դա ծիծաղելի էր։ Նա դեռահաս չէր, որ հայացքից նյարդայնանար։ Բայց ինչ-որ բան կար նրա մեջ։ Ինչ-որ վտանգավոր բան։ Ինչ տղամարդ է դա, հարցրեց Ջուլիանան, հետելով Մարինայի հայացքին։ Չգիտեմ։ Եվ չեմ էլ ուզում իմանալ։ Ստախոս։ Դու կարմրել ես։ Ջու, հերիք է։ Բայց Ջուլիանան արդեն ինչ-որ բան էր պլանավորում։ Մարինան նրան բավականաչափ ճանաչում էր, իմանալու համար, թե երբ է նա մտնում խնամախոսի ռեժիմ։ Զուգարան կգնամ, ասաց Մարինան, փախչելու համար այն հայացքից, որը դեռ զգում էր իր մեջքին։ Զուգարանում նա նայեց հայելու մեջ։ Տեսավ այն, ինչ միշտ էր տեսնում, մի սովորական աղջիկ, որը փորձում էր ավելի քիչ սովորական թվալ։ Շագանակագույն մազերը թափված էին ուսերին, չափազանց հարթ, հետաքրքիր լինելու համար։ Կանաչ աչքերը գեղեցիկ էին, բայց նրանց շուրջի հոգնածությունը այլ պատմություն էր պատմում։ Շրթներկ չունեցող բերանը գունատ էր թվում։ Նա ջուր լցրեց դեմքին, խորը շունչ քաշեց, որոշեց, որ կմնաս 15 րոպե, ապա կհամոզեր Ջուլիանային հեռանալ։ Երբ նա վերադարձավ սեղանի մոտ, Ջուլիանան մենակ չէր։ Նա այնտեղ էր։ Նստած ընկերուհու կողքին, խոսում էր այն բնականությամբ, ով սովոր էր ցանկացած իրավիճակում վերահսկողության տակ լինել։ Մարի, սա Էդուարդն է։ Էդուարդ, Մարինա։ Նա վեր կացավ։ Ձեռքը մեկնեց։ Ձեռքսեղմումը ամուր էր, տաք։ Մարինան էլեկտրական ցնցում զգաց, որը բարձրացավ իր ձեռքով։ Հաճելի է, Մարինա։ Ձայնը խորն էր, վստահ։ Այնպիսի ձայն, որը չի խնդրում, այլ հաստատում է։ Հաճելի է, կարողացավ նա պատասխանել, նստելով աթոռին, որը նա ասպետական ժեստով հեռացրեց նրա համար։ Ջուլիանան շողում էր, կարծես կյանքի լավագույն քայլն էր արել։ Եվ գուցե արել էր։ Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ ժամերին, մի բան էր, որը Մարինան երբեք չէր մոռանա։ Զրույցը թեթ սկսվեց։ Էդուարդը հարցրեց, թե որտեղից է նա, ինչ է անում երանում։ Մարինան կիսաճշմարտություններով պատասխանեց։ Չհիշատակեց 57 մերժված ինքնակենսագրությունները։ Ասաց, որ հնարավորություններ է փնտրում։ Նա ժպտաց, կարծես հստակ գիտեր, թե ինչ չէր ասում նա։ Երանը դժվար քաղաք է նրանց համար, ովքեր նոր են գալիս, ասաց նա։ Բայց նա առատաձեռն է նրանց հետ, ովքեր համառում են։ Դուք երանից եք, հարցրեց նա։ Ես այստեղ եմ ծնվել։ Այստեղ եմ մեծացել։ Բայց երբեմն զգում եմ, որ այլս չեմ ճանաչում այս քաղաքը։ Մելամաղձոտ ինչ-որ բան կար նրա ձայնի մեջ։ Մարինան հասկացավ, որ այդ ամբողջ վստահության տակ հոգնած մարդ կար։ Մարդ, ով սպիներ էր կրում։ Ջուլիանան, իր բնորոշ նրբագեղությամբ, ինչ-որ պատրվակ հորինեց անհետացավ, Մարինային մենակ թողնելով Էդուարդի հետ։ Նա կարող էր զայրանալ ընկերուհու վրա, բայց ճշմարտությունն այն էր, որ չէր ուզում, որ նա հեռանա։ Դու վախեցած ես, հանկարծ ասաց նա։ Մարինան աչքերը թարթեց, զարմացած։ Ինչից վախեցած։ Չգիտեմ։ Բայց տեսնում եմ քո հայացքի մեջ։ Դու այստեղ ես, բայց մի նույն ժամանակ այստեղ չես։
Նա կուլ տվեց։ Ինչպես կարող էր նա դա տեսնել։ Ինչպես կարող էր մեկը, ով նոր էր ծանոթացել իրեն, այդքան լավ կարդալ իրեն։ Հոգնած եմ, խոստովանեց նա։ Հոգնած եմ փորձելուց չհաջողելուց։ Հոգնած եմ զգալուց, որ բավականաչափ լավը չեմ։ Էդուարդը մի պահ լռեց։ Ապա մի անկեղծությամբ, որը նրան անպատրաստ էր բռնել, ասաց. Ես հասկանում եմ։ Եվ Մարինան հավատաց նրան։ Գիշերը անցավ խմիչքների խոստովանությունների միջ։ Էդուարդը խոսեց ազգանուն կրելու ճնշման մասին, երբեք չկարողանալու ձախողելու, միշտ լավագույնը լինելու մասին։ Մարինան խոսեց տնից հեռու լինելու մենակության մասին, հսկայական քաղաքում անտեսանելի լինելու զգացողության մասին։ Նրանք երկու անծանոթ էին, տարբեր ցավերով, բայց որոնք ճանաչում էին միմյանց վերքի մեջ։ Հենց այդ ժամանակ նա ասաց. Ուզում ես հեռանալ այստեղից։ Մարինան պետք է ոչ ասեր։ Պետք է պատրվակ հորիներ, շնորհակալություն հայտներ գիշերվա համար տուն գնար։ Բայց ինչ-որ բան կար նրա մեջ, որը նրան քաշում էր։ Ինչ-որ բան, որն ավելի մեծ էր, քան զգուշությունը, ավելի մեծ, քան վախը։ Այո։ Նրանք միասին դուրս եկան բարից։ Էդուարդը մեքենա կանչեց, առանց հարցնելու, կենտրոնի շքեղ թաղամասի հյուրանոցի հասցեն տվեց։ Մարինան զգաց, որ սիրտը արագ զարկում է։ Նա գիտեր, թե ինչ է կատարվում։ Գիտեր, թե ուր է տանում սա։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ հետո չցանկացավ մտածել։ Չցանկացավ լինել այն ճիշտ աղջիկը, այն աղջիկը, որը հաշվում է, որը կշռադատում է։ Ցանկացավ պարզապես զգալ։ Սենյակը շքեղ էր։ Հսկայական մահճակալ, սպիտակ սավաններ, լուսավորված քաղաքի տեսարան։ Մարինան կանգնած մնաց սենյակի մեջտեղում, հանկարծ գիտակցելով, թե որտեղ է ինչ է պատրաստվում անել։ Էդուարդը դանդաղ մոտեցավ։ Ձեռքով դիպավ նրա դեմքին մի նուրբ, գրեթե պաշտամունքային հպում։ Եթե ուզում ես գնալ, ես քեզ կտանեմ։ Առանց վիրավորանքների։ Նա նայեց նրա աչքերին։ Տեսավ անկեղծություն։ Տեսավ ցանկություն։ Տեսավ մի բան, որը ինքը չգիտեր անվանել։ Չեմ ուզում գնալ, շշնջաց նա։ Համբույրը սկզբում դանդաղ էր։ Հետազոտական։ Նրա ձեռքերը գտան նրա իրանը, քաշելով նրան մոտ։ Մարինան զգաց, որ ամբողջ մարմինը այրվում է։ Երբեք դա չէր զգացել։ Այն շտապողականությունը, այն ցանկությունը, որն այրվում էր ներսում։ Նա զգուշորեն պառկեցրեց նրան մահճակալին, կարծես նա թանկարժեք բան լիներ։ Եվ կյանքում առաջին անգամ Մարինան իրեն տեսած զգաց։ Ոչ դատված, ոչ չափված։ Պարզապես տեսած։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ գիշեր, միաժամանակ սարսափելի էր ազատագրող։ Էդուարդը համբերատար էր, ուշադիր, զգույշ։ Նա առաջնորդեց նրան մի նրբագեղությամբ, որը հակադրվում էր ցանկության ինտենսիվությանը։ Մարինան ամբողջությամբ հանձնվեց։ Մոռացավ մերժումների, վախի, անվստահության մասին։ Մի քանի ժամով նա պարզապես մի կին էր մի տղամարդու գրկում, ով նրան ստիպում էր կենդանի զգալ։ Երբ ամեն ինչ ավարտվեց, նրանք պառկած էին, մարմինները միահյուսված, շնչառությունը դեռ հի։ Էդուարդը շոյում էր նրա մազերը, Մարինան խաղաղություն էր զգում։ Խաղաղություն, որը ամիսներ շարունակ չէր ճանաչել։ Բայց ժամերն անցնելուն քունը մոտենալուն պես, ինչ-որ բան նրա ներսում սկսեց փոխվել։ Իրականությունը աստիճանաբար վերադառնում էր։ Վախը, ամոթը, այն զգացողությունը, որ անդառնալի բան էր արել։ Էդուարդը քնեց։ Նրա շնչառությունը ծանրացավ, կանոնավոր դարձավ։ Մարինան նայում էր առաստաղին, սիրտը սեղմված։ Ինչ էր արել նա։ Նա չէր ճանաչում այդ տղամարդուն։ Չգիտեր, թե ով էր նա, որտեղ էր ապրում, ինչ էր անում։ Նա իրեն հանձնել էր մի անծանոթի։ Առաջին իսկ գիշերը։ Եվ, ավելի վատ, նրան դուր էր եկել։ Խուճապը մեծանում էր։ Մարինան զգուշորեն վեր կացավ, փորձելով չարթնացնել նրան։ Հավաքեց հատակին ցրված հագուստները, լուռ հագնվեց։ Ձեռքերը դողում էին, երբ նա կոճկում էր զգեստը։ Նայեց նրան վերջին անգամ։ Այնքան գեղեցիկ, այնքան անդորր։ Ցանկություն զգաց մնալու։ Ցանկություն զգաց արթնացնելու նրան ասելու, որ վախեցած է։ Բայց չկարողացավ։ Վախն ավելի մեծ էր։
Նա հյուրանոցի նոթատետրից մի թուղթ վերցրեց, պարզապես գրեց. «Շնորհակալություն գիշերվա համար։ Կներեք այսպես հեռանալուս համար»։ Առանց աղմուկի դուրս եկավ սենյակից։ Սրտի արագ զարկերով իջավ վերելակով։ Անցավ հյուրանոցի նախասրահով, ընդունարանի աշխատողի շփոթված հայացքի ներքո։ Եվ երբ վերջապես դուրս եկավ փողոց, լուսադեմի ցուրտ օդը հարվածեց նրա դեմքին, նա փլվեց։ Ամբողջ ճանապարհը տաքսիում դեպի Արաբկիր լացում էր։ Լացում էր ամոթից, վախից, թեթացումից։ Լացում էր, որովհետև իրեն կենդանի էր զգացել, հիմա իրեն դատարկ էր զգում։ Լացում էր, որովհետև չգիտեր, ճիշտ բան էր արել, թե իր կյանքի ամենավատ սխալը։ Հաջորդ օրերին Մարինան փորձեց մոռանալ։ Խուսափեց Ջուլիանայի զանգերից, ով ուզում էր իմանալ բոլոր մանրամասները։ Փակված մնաց սենյակում, վերապրելով այդ գիշերվա ամեն վայրկյանը։ Նրա հպումը, նրա ձայնը, այնպես, ինչպես նա նայում էր իրեն։ Մեկ շաբաթ անց էլեկտրոնային նամակը եկավ։ Ալմեիդյան ներդրումներ ընկերություն։ Հարցազրույցի հրավեր։ Պաշտոն, գործադիր օգնական։ Մարինան գրեթե չհավատաց։ Նա ինքնակենսագրությունն ուղարկել էր այդ ընկերություն 2 ամիս առաջ։ Դա Երանի ամենամեծ ներդրումային կառավարող ընկերություններից մեկն էր։ Երբեք չէր պատկերացրել, որ նրան կկանչեն։ Բայց կանչեցին։ Եվ նա գնաց։ Հարցազրույցի օրը Մարինան շուտ արթնացավ։ Ընտրեց ամենապաշտոնական հագուստը, որ ուներ, ծնկից ներքս կիսաշրջազգեստ սպիտակ բլուզ։ Մազերը հավաքեց պարզ կապուկով։ Թեթ դիմահարդարում արեց։ Ցանկանում էր պրոֆեսիոնալ, իրավասու, վստահելի տեսք ունենալ։ Ալմեիդյան ներդրումներ ընկերության շենքը գտնվում էր Հանրապետության փողոցում։ Այն վեհաշուկ էր, ամբողջովին հայելապատ ապակուց, մուտքի մոտ անվտանգության աշխատակիցներով մարմարե նախասրահով, որն արձագանքում էր քայլերին։ Մարինան իրեն մանրիկ զգաց այնտեղ։ Ընդունարանի աշխատողը նրան ուղեկցեց 15-րդ հարկ։ Էլեգանտ սպասասրահ, գործարար ամսագրերով, քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Մարինան սպասեց, ձեռքերը քրտնած, սիրտը արագ զարկում էր։ Տիկին Մարինա՞ն։ Դոկտոր Էդուարդը հիմա կընդունի ձեզ։ Մարինան վեր կացավ։ Հետեց օգնականին միջանցքով։ Եվ երբ դուռը բացվեց, աշխարհը փլվեց։ Այնտեղ հսկայական սեղանի հետում նստած, անթերի կոստյումով իրենին նման շոկային արտահայտությամբ նա էր։ Էդուարդը։ Այն տղամարդը, ում հետ անցկացրել էր այդ գիշերը։ Այն տղամարդը, ումից փախել էր։ Այն տղամարդը, ով հիմա նայում էր նրան զարմանքի, շփոթության մի բանի խառնուրդով, որը նա չէր կարողանում վերծանել։ Լռությունը խլացուցիչ էր։ Օգնականը դուրս եկավ, փակելով դուռը։ Մարինան կանգնած էր, անկարող շարժվելու, խոսելու, շնչելու։ Էդուարդը դանդաղ վեր կացավ։ Նրա աչքերը սահեցին նրա դեմքով, կարծես փորձում էր հաստատել, որ դա պատրանք չէր։ Մարինա, ասաց նա, ձայնը ավելի խորը, քան նա հիշում էր։ Ես չգիտեի, կարողացավ նա ասել, ձայնը դողում էր։ Չգիտեի, որ դուք եք։ Որ դուք։ Գործադիր տնօրենը, ավարտեց նա։ Ես պետք է հեռանամ, ասաց նա, մեկ քայլ հետ անելով։ Ոչ։ Նրա ձայնի ամրությունը ստիպեց նրան կանգ առնել։ Նստիր։ Խնդրում եմ։ Մարինան վարանեց։ Նրա մարմնի ամեն մի թել աղաղակում էր, որ նա վազի, դուրս գա այնտեղից, մոռանա ամեն ինչ։ Բայց ինչ-որ բան նրա ձայնի մեջ, նրա հայացքի մեջ, ստիպեց նրան հնազանդվել։ Նա նստեց սեղանի դիմացի աթոռին։ Էդուարդը վերադարձավ իր բազկաթոռին, բայց հարմարավետ չթվաց։ Ձեռքով տարավ մազերի միջով մի ժեստ, որը նա հիշում էր հյուրանոցի գիշերից։ Դու փախել ես, ասաց նա, առանց շեղվելու։ Գիտեմ։ Կներեք։ Ես վախեցա։ Ինչից վախեցար։ Ամեն ինչից։ Քեզնից։ Ինձնից։ Այն ամենից, ինչ տեղի էր ունեցել։ Էդուարդը մի պահ լռեց։ Ապա, դաժան անկեղծությամբ, ասաց. Ես փնտրել եմ քեզ։ Մարինան աչքերը թարթեց, զարմացած։ Փնտրել եք։ Այո։ Հարցրի բարի տիրոջը։ Փորձեցի հիշել որևէ մանրամասնություն, որը դու նշել էիր։
Բայց դու անհետացար։ Ինչպես ուրվական։ Շատ ցավում եմ, շնջաց նա, զգալով, որ մեղքը սեղմում է կուրծքը։ Եվ հիմա դու այստեղ ես։ Աշխատանքի հարցազրույցի համար։ Ես չգիտեի, որ դա ձեր ընկերությունն է։ Երդվում եմ, չգիտեի։ Էդուարդը առաջ թեքվեց, աչքերը նրա վրա հայացած։ Ես քեզ հավատում եմ։ Մարինան տարօրինակ թեթացում զգաց։ Բայց նա հսկայական շփոթություն։ Ինչ կլիներ հիմա։ Նրան կհեռացնեին։ Կնվաստացնեին։ Կմոռանան։ Դուք ուզում եք այս աշխատանքը, հարցրեց Էդուարդը։ Մարինան վարանեց։ Ուզում էր։ Աստված, ինչպես էր ուզում։ Բայց ինչպես կարող էր այնտեղ աշխատել նրա հետ, այն բանից հետո, ինչ տեղի էր ունեցել։ Ես ուզում եմ, խոստովանեց նա։ Բայց չգիտեմ, ճիշտ է, թե ոչ։ Այն բանից հետո այն, ինչ տեղի ունեցավ մեր միջ, նախկինում էր։ Սա պրոֆեսիոնալ է։ Եթե դուք ուզում եք աշխատանքը, այն ձերն է։ Այսպես։ Առանց հարցազրույցի։ Կարդացի ձեր ինքնակենսագրությունը։ Դուք որակավորված եք։ Եվ ես վստահում եմ իմ բնազդին։ Մարինան չգիտեր, ինչ ասել։ Դա սյուրռեալ էր։ Նրան աշխատանքի էին ընդունում այն տղամարդու կողմից, ում հետ մեկ շաբաթ առաջ քնել էր։ Այն տղամարդուց, ումից փախել էր։ Ես ընդունում եմ, ասաց նա, մինչ վախը նրան հետ կքաշեր։ Էդուարդը ժպտաց։ Մի փոքր, գրեթե տխուր ժպիտ։ Բարի գալուստ Ալմեիդյան ներդրումներ, Մարինա։ Եվ այսպես սկսվեց։ Մարինան այդ պահին չգիտեր, որ նա հենց նոր էր առաջին քայլն արել անդառնալի ճանապարհի վրա։ Ճանապարհ, լի լարվածությամբ, ցանկությամբ, գաղտնիքներով կապով, որն այնքան ուժեղ էր, որ անհնար էր անտեսել։ Բայց նա այնտեղ էր։ Եվ ինչ-որ տարօրինակ կերպով զգում էր, որ հենց այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Մարինայի առաջին օրերը Ալմեիդյան ներդրումներում հակասական զգացմունքների ամերիկյան բլուրներ էին։ Մի կողմից, նա վերջապես հասել էր նրան, ինչ այդքան փնտրել էր։ Աշխատանք հարկված ընկերությունում, աշխատավարձով, որը թույլ կտար ոչ միայն վճարել հաշիվները, այլ գումար ուղարկել մորը։ Մյուս կողմից, ամեն առավոտ, երբ նա մտնում էր այդ հայելապատ ապակեշենք, սիրտը արագ զարկում էր, վստահ լինելով, որ կհանդիպի նրան։ Էդուարդին։ Նրա անունը ամեն պահի արձագանքում էր նրա մտքում։ Միջանցքներում, հանդիպումներում, սուրճի ընդմիջումներին։ Նա միշտ այնտեղ էր, նույնիսկ երբ ֆիզիկապես բացակայում էր։ Ինչպես մի նշան, որը չէր անցնում, ինչպես մի օծանելիք, որը ներծծվում է մաշկի մեջ մնում օրերով։ Մարինային նշանակեցին աշխատելու անմիջապես ֆինանսական տնօրինության հետ, բայց լինելով միջին չափի ընկերություն, որտեղ գործադիր տնօրենը դեռ ակտիվորեն մասնակցում էր գործողություններին, անհնար էր ամբողջությամբ խուսափել նրանից։ Եվ Էդուարդը չէր հեշտացնում գործերը։ Նա նրան անթերի պրոֆեսիոնալիզմով էր վերաբերվում ցերեկվա ընթացքում։ Հանդիպումներում նա նրան դիմում էր ինչպես ցանկացած այլ աշխատակցի։ Պահանջում էր զեկույցներ, հրահանգներ էր տալիս, տեխնիկական հարցեր էր տալիս։ Բայց ինչ-որ բան կար նրա աչքերում։ Մի փայլ։ Մի ինտենսիվություն։ Մի ճանաչում այն բանի, ինչ միայն իրենք երկուսը գիտեին։ Մարինան փորձում էր պահպանել հանգստությունը։ Միշտ 15 րոպե շուտ էր գալիս, ամեն առաջադրանքը խնամքով էր անում, խուսափում էր անձնական զրույցներից գործընկերների հետ։ Ցանկանում էր ապացուցել, որ արժանի է այնտեղ լինել։ Որ նա պարզապես ոչ միայն հարազատական կապերով աշխատանքի ընդունված չէր, կամ, ավելի վատ, որ է արտոնության արդյունք։ Բայց մարդիկ խոսում են։ Եվ կորպորատիվ միջավայրերում, էլ ավելի շատ։ Երրորդ շաբաթվա ընթացքում էր, որ Մարինան լսեց առաջին շշուկները։ Նա կանանց զուգարանում էր, երբ երկու գործընկերուհիներ մտան, չնկատելով, որ խցիկում մարդ կար։ Տեսա՞ր Նորին։ Այն օգնականին, ում Էդուարդն աշխատանքի է ընդունել։ Տեսա։ Գեղեցկուհի է։ Բայց չեմ հասկանում։ Նա հազիվ փորձ ունի։ Հենց այդպես։ Զարմացա, երբ իմացա, որ նա անձամբ է նրան աշխատանքի ընդունել։ Սովորաբար դա ամն է անում։ Կարծում ես, որ… Չգիտեմ։ Բայց տարօրինակ է, չէ՞։
Մի գավառական աղջիկ, առանց կապերի, անմիջապես գործադիր տնօրենի կողմից աշխատանքի ընդունված։ Մարինան զգաց, որ արյունը սառում է։ Աչքերը փակեց, փորձելով վերահսկել շնչառությունը։ Նրանք ոչինչ չգիտեին, բայց արդեն ենթադրություններ էին անում։ Իսկ եթե հիմա էին ենթադրություններ անում, ինչ կանեին, եթե իմանային ճշմարտությունը։ Երբ երկուսը դուրս եկան, Մարինան մնաց այնտեղ, հենված զուգարանի սառը պատին, փորձելով խուճապի չմատնվել։ Դա չէր կարող պատահել։ Նա չափազանց շատ էր աշխատել, չափազանց շատ էր երազել, որպեսզի ամեն ինչ ոչնչանար բամբասանքներով։ Այդ կեսօրին Էդուարդը նրան կանչեց իր աշխատասենյակ։ Մարինան ստամոքսը գծկված բարձրացավ 20-րդ հարկի աստիճաններով։ Նրա քարտուղարը, տիկին Մարթան, 50-ամյա մի կին, մայրական ժպիտով, նրան քաղաքավարիորեն ընդունեց։ Կարող եք մտնել, սիրելիս։ Նա սպասում է։ Մարինան թակեց դուռը մտավ։ Էդուարդը կանգնած էր, մեջքով դեպի պատուհանը, որտեղից քաղաքն էր երում։ Երբ լսեց դուռը փակվելիս, շրջվեց։ Դու լավ ես, հարցրեց նա, առանց շեղվելու։ Մարինան աչքերը թարթեց, զարմացած։ Այո։ Ինչու։ Դու լարված ես թվում։ Ավելի լարված, քան սովորաբար։ Ինչպես կարող էր նա դա նկատել։ Նրանք հազիվ էին խոսում։ Հարմարվում եմ, ասաց նա, ձայնը ամուր պահելով։ Էդուարդը մի պահ ուսումնասիրեց նրան։ Ապա, հոգոց հանելով, ցույց տվեց աթոռը։ Նստիր։ Մարինան հնազանդվեց։ Նա վերադարձավ սեղանի հետ, բայց չնստեց։ Մնաց այնտեղ կանգնած, ձեռքերը գրպաններում, հայացքը թափանցող։ Ես գիտեմ, որ քեզ համար հեշտ չի եղել, սկսեց նա։ Եվ ուզում եմ, որ իմանաս, որ ինձ ոչինչ պետք չէ ապացուցել։ Դու աշխատանքի ընդունվեցիր, որովհետև իրավասու ես։ Մարդիկ այդպես չեն կարծում, ասաց Մարինան, մինչ կզսպեր իրեն։ Էդուարդը հոնքերը կնճռեց։ Ինչ մարդիկ։ Այստեղի մարդիկ։ Նրանք կարծում են, որ ես այստեղ եմ միայն այն պատճառով, որ դուք ինձ անձամբ աշխատանքի եք ընդունել։ Եվ դա խնդիր է։ Խնդիր է, երբ նրանք սկսում են պատմություններ հորինել։ Էդուարդը լռեց։ Ապա, մի ամրությամբ, որը նրան զարմացրեց, ասաց. Թող խոսեն։ Դու կապացուցես քո արժեքը քո աշխատանքով։ Իսկ ինձ վերաբերվող ես հստակ գիտեմ, թե ինչու եմ քեզ աշխատանքի ընդունել։ Մարինան զգաց, որ դեմքը տաքանում է։ Ինչ-որ բան կար նրա ձայնի մեջ։ Ինչ-որ բան, որը գերազանցում էր պրոֆեսիոնալը։ Էդուարդ։ Ես մտածում եմ քո մասին, հանկարծ ասաց նա, ամբողջովին անպատրաստ բռնելով նրան։ Ամբողջ ժամանակ։ Այդ գիշերվանից։ Եվ գիտեմ, որ չպետք է։ Գիտեմ, որ սխալ է։ Բայց չեմ կարող դադարել։ Մարինան անխոս մնաց։ Սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող էր լսել։ Ես էլ եմ մտածում, խոստովանեց նա, ձայնը հազիվ շշուկից ավելի բարձր։ Բայց չենք կարող։ Դուք իմ շեֆն եք։ Ինձ պետք է այս աշխատանքը։ Եվ եթե որը մեկը իմանա, ոչ ոք չի իմանա։ Դուք դա չեք կարող երաշխավորել։ Էդուարդը հիասթափված ձեռքը տարավ մազերի միջով։ Գիտեմ։ Եվ հենց այդ պատճառով ոչինչ չեմ խնդրում։ Պարզապես ուզում էի, որ իմանաս։ Մարինան գլխով արեց, անկարող ավելին ասելու։ Վեր կացավ, ոտքերը դողում էին, դուրս եկավ սենյակից, մինչ հիմար բան կաներ։ Ինչպես անցնել այդ սեղանը համբուրել նրան։ Ինչպես մոռանալ, թե որտեղ էր նորից հանձնվել այն ճնշող զգացողությանը, որը միայն նա էր արթնացնում։ Հենց այս դեպքից հետո էր, որ բամբասանքները սրվեցին։ Ինչ-որ մեկը տեսել էր Էդուարդին Մարինային գիշերը մենակ խոսելիս գրասենյակում։ Ինչ-որ մեկը նկատել էր, թե ինչպես էր նա նայում նրան։ Ինչ-որ մեկը երկու անգամ երկու էր արել։ Մարինան սկսեց տարօրինակ հայացքներ ստանալ։ Շշուկներ, որոնք դադարում էին, երբ նա անցնում էր։ Գործընկերներ, ովքեր նախկինում համակրելի էին, հիմա հեռու էին մնում։ Իսկ Պատրիսյան։ Պատրիսյան օգտվեց յուրաքանչյուր հնարավորությունից Մարինայի կյանքը դժոխք դարձնելու համար։ Անհնար զեկույցներ, անհեթեթ ժամկետներով։ Հանդիպումներ, որտեղ նա բոլորի առջ բացահայտվում էր։
Նուրբ մեկնաբանություններ այն աշխատակիցների մասին, ովքեր առաջխաղացումներ կամ աշխատանքի են ընդունվում միայն կասկածելի միջոցներով։ Ուրբաթ օրը էր, հատկապես դժվար շաբաթից հետո, երբ Էդուարդը անսպասելի բան արեց։ Նա Մարինային կանչեց իր աշխատասենյակում հանդիպման, երբ նա հասավ, մի փաստաթուղթ դրեց սեղանին։ «Ինչ է սա?» հարցրեց նա։ «Պայմանագիր։ Չհարաբերությունների մասին»։ Մարինան հոնքերը կնճռեց, շփոթված։ Վերցրեց փաստաթուղթը, սկսեց կարդալ։ Դա պաշտոնական համաձայնագիր էր, որը սահմանում էր, որ Էդուարդ Ալմեյդյանը Մարինա դոս Սանտոսը չեն ունենա որևէ տեսակի ռոմանտիկ կամ սեռական հարաբերություններ, որ նրանց միջ հարաբերությունները խիստ պրոֆեսիոնալ են, և որ երկուսն էլ համաձայնում են պահպանել այս դիրքորոշումը, պաշտպանելու ընկերության իր աշխատակիցների հեղինակությունը։ «Դուք ուզում եք, որ ես ստորագրեմ սա?» հարցրեց Մարինան, չկարողանալով թաքցնել ցավը ձայնի մեջ։ «Ես ուզում եմ պաշտպանել քեզ», ասաց Էդուարդը։ «Բամբասանքները մեծանում են։ Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ դա քանդի քո կարիերան, նույնիսկ մինչ այն սկսվելը։ Եվ սա ստորագրելը կդադարեցնի՞։ Բամբասանքները։ Դա քեզ պաշտպանություն կտա։ Եթե որևէ մեկը քեզ մեղադրի, որ դու կասկածելի միջոցներով ես ստացել աշխատանքը, դու փաստաթուղթ ունես, որն ապացուցում է, որ մեր մեջ ոչինչ չկա»։ Մարինան նայեց թղթին։ Դա իմաստ ուներ։ Դա տրամաբանական էր։ Նույնիսկ քաղաքավարի էր նրա կողմից մտածել դրա մասին։ Բայց, միևնույն ժամանակ, ցավում էր։ Որովհետև այդ թուղթը պաշտոնապես ձակերպում էր սուտը։ Որովհետև ինչ-որ բան կար նրանց մեջ։ Ինչ-որ ուժեղ, իրական, բաբախող բան։ Եվ ձացնել, թե դա գոյություն չունի, ավելի ցավոտ էր թվում, քան դրա հետանքներին դիմակայելը։ «Իսկ դուք», հարցրեց նա, «դուք էլ կստորագրեք»։ «Արդեն ստորագրել եմ»։ Մարինան նայեց նրա ստորագրությանը։ Ամուր, վճռական։ Ինչպես ամեն ինչ նրա մեջ։ Նա վերցրեց գրիչը, ստորագրեց։ Ոչ թե որովհետև ուզում էր, այլ որովհետև պետք էր։ Որովհետև այլ ընտրություն չուներ։ Որովհետև այդ անողոք կորպորատիվ աշխարհում գոյատումը ցանկությունից առաջ էր։ Բայց պայմանագիրը, որքան էլ պաշտոնական լիներ, ոչինչ չփոխեց։ Չջնջեց հյուրանոցի գիշերվա հիշողությունը։ Չթուլացրեց այն հայացքների ինտենսիվությունը, որոնք նրանք փոխանակում էին միջանցքներում։ Չխոչընդոտեց, որ ամեն անգամ, երբ նրանք տեսնվում էին, նրանց միջ օդը լցվեր այն ամենով, ինչ չէին կարող ասել։ Համաձայնագիրը կեղծիք էր։ Եվ երկուսն էլ գիտեին դա։ Մարինան այդ օրը Էդուարդի սենյակից դուրս եկավ, իրեն տարօրինակ զգալով։ Միաժամանակ թեթացած կործանված։ Պաշտպանված, բանտարկված։ Կարծես նա հենց նոր էր ստորագրել ոչ թե չհարաբերությունների պայմանագիր, այլ անհնարինության դատավճիռ։ Եվ երբ նա քայլում էր Ալմեյդյան ներդրումների միջանցքներով, Մարինան հասկացավ, որ ավելի շատ է թակարդում, քան երբևէ։ Թակարդում էր այն աշխատանքին, որը նրան պետք էր։ Թակարդում էր այն տղամարդուն, ում ցանկանում էր։ Թակարդում էր մի իրավիճակի, որը լավ չէր կարող ավարտվել։ Հաջորդ օրերը զսպվածության վարժություններ էին։ Մարինան Էդուարդը շփվում էին միայն պաշտոնական էլեկտրոնային նամակներով։ Երբ պետք էր խոսել, միշտ դուռը բաց էին պահում։ Երբեք մենակ չէին մնում։ Դա խուսափելու վերահսկողության խնամքով բեմադրված պար էր։ Բայց գիշերը, երբ Մարինան վերադառնում էր իր վարձակալած փոքրիկ սենյակը, պառկում էր անկողնում փակում աչքերը, նա էր, ում տեսնում էր։ Նրա հպումը։ Նրա ձայնը։ Այնպես, ինչպես նա նայում էր իրեն, կարծես նա աշխարհում միակ մարդը լիներ։ Եվ քաղաքի մյուս կողմում, հաղթանակի զբոսայգու տեսարանով շքեղ բնակարանում, Էդուարդը նույնպես արթուն էր։ Մտածում էր նրա մասին։ Հիշում էր։ Ցանկանում էր։ Իմանալով, որ ճիշտ բան էր արել, հեռացնելով նրան, բայց զգալով, որ էական բան էր կորցրել այդ գործընթացում։ Դա լուռ տանջանք էր։ Եվ ամենավատն այն էր, որ շուրջ բոլորը ոչ ոք չէր կարող հասկանալ։ Որովհետև աշխարհի համար նրանք պարզապես շեֆ աշխատակից էին։ Երկու անծանոթներ, ովքեր հազիվ էին ճանաչում միմյանց։ Երկու կյանք, որոնք հատվում էին միայն պրոֆեսիոնալ պարտականությունից ելնելով։ Բայց ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը բաբախում էր նրանց միջ ամեն գողացված հայացքի, ամեն չասված բառի, ամեն անքուն գիշերվա հետ, բոլորովին այլ էր։
Եվ այդ ճշմարտությունը որքան էլ փորձեին խեղդել պայմանագրերով ու արձանագրություններով, մտադրություն չուներ անհետանալու։ Մայիս ամիսը հանկարծակի փոփոխություն բերեց։ Ալմեիդյան ներդրումները կարոր պայմանագիր էր կնքել Հայաստանի ներքին շրջանների հյուրանոցային ցանցի հետ, Էդուարդը պետք է գնար Ծաղկաձոր մանրամասները անձամբ ավարտելու համար։ Խնդիրն այն էր, որ նրան պետք էր թիմից մեկը, ով լավ էր ճանաչում նախագծի թվերը։ Այդ մեկը Մարինան էր։ Երբ նա ստացավ տիկին Մարթայի էլեկտրոնային նամակը, տեղեկացնելով ուղղորության մասին, նրա առաջին բնազդը հրաժարվելն էր։ Պատրվակ հորինել։ Հիվանդություն, հրատապ պարտավորություն, ամեն ինչ, որը նրան կազատեր 3 լիարժեք օր Էդուարդի ընկերակցությամբ անցկացնելուց, գրասենյակից հեռու, այն կանոններից հեռու, որոնք նրանց առանձնացնում էին։ Բայց նա չէր կարող հրաժարվել։ Դա չափազանց կասկածելի կլիներ։ Եվ բացի այդ, դա կարոր պրոֆեսիոնալ հնարավորություն էր։ Ծաղկաձոր։ Կարոր ներդրողների հետ հանդիպումներ։ Իր արժեքը ցույց տալու հնարավորություն։ Մարինան չէր կարող թողնել, որ դա անցներ վախից ելնելով։ Այսպիսով, նա համաձայնվեց։ Ուղղորությունը նշանակված էր չորեքշաբթի օրը։ Էդուարդը կքշեր այնտեղ, Մարինան նրան կուղեկցեր։ Ճանապարհը մոտ 2 ժամ կտեր։ 2 ժամ նույն մեքենայի մեջ։ Մենակ։ Մարինան գրեթե չէր քնել նախորդ գիշեր։ 3 անգամ հավաքել էր իր ճամպրուկը, 5 անգամ ստուգել փաստաթղթերը, շրջել էր զգեստապահարանը, փորձելով գտնել հագուստներ, որոնք պրոֆեսիոնալ կլինեին, բայց ոչ չափազանց պաշտոնական։ Չէր կարող թվում, թե փորձում էր տպավորել նրան։ Բայց նա չէր կարող անփույթ թվալ։ Նշանակված օրը Էդուարդը նրան վերցրեց առավոտյան ժամը 7-ին։ Նա վարում էր ամենագնաց, անթերի մաքուր։ Երբ Մարինան իր ճամպրուկով իջավ, նա դուրս եկավ մեքենայից օգնելու նրան։ Բարի առավոտ, ասաց նա, վերցնելով ճամպրուկը նրա ձեռքերից դնելով բեռնախցիկում։ Բարի առավոտ, պատասխանեց նա, փորձելով անփույթ թվալ։ Կարծես դա պարզապես աշխատանքայինս 1 օր լիներ։ Կարծես նրա սիրտը արագ չբաբախեր։ Ուղղորության սկիզբը լուռ էր։ Էդուարդը կենտրոնացած էր վարում, աչքերը ճանապարհին։ Մարինան նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է քաղաքը աստիճանաբար տեղը զիջում ավելի կանաչ, ավելի բաց տարածքների։ Երան մայրուղին հանգիստ էր այդ ժամին, մեքենայի ներսի լռությունը գրեթե հարմարավետ էր։ Էդուարդն էր, ով առաջինը խախտեց լռությունը։ Դու նյարդայնացած ես։ Մարինան նայեց նրան, զարմացած։ Ինչու։ Որովհետև դու չես դադարել ձեռքերդ շարժելուց, քանի որ մեքենա նստեցինք։ Մարինան նայեց իր ձեռքերին, հասկացավ, որ նա ճիշտ է։ Նա միահյուսում էր մատները, բաց էր թողնում, նորից միահյուսում։ Մի նյարդային տիկ, որը նույնիսկ չէր նկատել։ Ես լավ եմ, ստեց նա։ Պետք չէ ստել։ Ես էլ եմ նյարդայնացած։ Նրա խոստովանությունը նրան անպատրաստ բռնեց։ Իսկապես։ Իհարկե։ 3 լիարժեք օր քեզ հետ եմ անցկացնելու։ Ծածնելով, թե ոչինչ չեմ ուզում անել, բացի աշխատելուց։ Դա տանջանք է։ Մարինան զգաց, որ դեմքը տաքանում է։ Էդուարդ։ Գիտեմ։ Չպետք է ասեի։ Բայց քանի որ այստեղ փակված ենք մնալու 2 ժամով, նախընտրում եմ անկեղծ լինել։ Մարինան լռեց։ Ապա, քաջություն հավաքելով, ասաց. Ինձ համար էլ է տանջանք։ Էդուարդը արագ նայեց նրան, մինչ նորից աչքերը ճանապարհին դարձրեց։ Մի փոքր ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Լավ է իմանալ, որ միայն ես չեմ։ Ուղղորության մնացած մասը այլ էր։ Նրանք խոսեցին։ Իրականում։ Ոչ աշխատանքի մասին, ոչ ընկերության մասին։ Իրական բաների մասին։ Էդուարդը պատմեց իր մանկության մասին, թե ինչպես էր հայրը զրոյից կառուցել ընկերությունը, այն ճնշումը, որը զգում էր ժառանգությունը պահպանելու համար։ Մարինան խոսեց Դիլիջանի մասին, մոր մասին, ով դերձակ էր աշխատում, իր ուսումը վճարելու համար, նրան ավելի լավ կյանք տալու երազանքի մասին։ Դուք կարոտում եք, հարցրեց Էդուարդը։ Տունը։ Ամեն օր։ Բայց չեմ կարող վերադառնալ։ Ոչ մինչ չստանամ այն, ինչի համար եկել եմ այստեղ։ Եվ ինչ եք եկել փնտրելու։ Մարինան մի պահ մտածեց։ Ապացուցել, որ ես ավելին եմ, քան բոլորը կարծում էին, որ կլինեմ։
Էդուարդը գլխով արեց, կարծես հիանալի հասկանում էր։ Ծաղկածորը նրանց դիմավորեց բնորոշ ցրտով։ Մարինան հագավ իր բաճկոնը, հենց մեքենայից դուրս գալուն պես։ Հյուրանոցը, որտեղ նրանք կմնային, այնպիսի վայրերից էր, որոնք ավելի շատ ֆիլմի դեկորացիա էին թվում։ Փայտե շալեներ, անթերի այգիներ, գեղամա լեռնաշղթայի շունչը կտրող տեսարան։ Գրանցման ժամանակ Մարինան պարզեց, որ սենյակները առանձին շալեներում էին, բայց նույն միջանցքում։ Նա թեթացած շունչ քաշեց։ Գոնե նույն տարածքը չէին կիսի։ Հանդիպումները սկսվեցին նույն կեսօրին։ Մարինան տպավորված էր Էդուարդի բանակցելու կարողությամբ։ Նա ամուր էր, բայց հարգալից, հստակ գիտեր, թե երբ պետք է ճնշել, երբ նահանջել։ Եվ այն քիչ դեպքերում, երբ նա Մարինային էր խորհրդակցում թվերի շուրջ, դա անում էր այնպես, որ նրան արժորեր ներդրողների առջ։ Կարծես նրա կարծիքն իսկապես կարող լիներ։ Առաջին օրվա վերջում, ժամեր 10 հանդիպումներից տեխնիկական քննարկումներից հետո, Էդուարդը նրան հրավիրեց ճաշելու հյուրանոցի ռեստորանում։ Դա աշխատանք է, պարզաբանեց նա, կարծես արդարացում էր պետք։ Մենք պետք է վերանայենք այսօր քննարկված կետերը։ Բայց երբ նրանք նստեցին սեղանի մոտ, մի շիշ գինիով բարդ ուտեստներով նրանց միջ, դա շատ ավելին թվաց, քան աշխատանքը։ Դա հանդիպում թվաց։ Դուք այսօր շատ լավ հանդես եկաք, ասաց Էդուարդը, բաժակը բարձրացնելով կենացի համար։ Շնորհակալություն։ Բայց դուք էիք ամեն ինչ վարում։ Ես վարում էի, որովհետև դուք ինձ ճիշտ թվեր տվեցիք։ Որովհետև ամեն ինչ կատարելապես պատրաստեցիք։ Մի թերագնահատեք ձեր դերը դրանում, Մարինա։ Նա ժպտաց, զգալով մի ջերմություն, որը ոչ միայն գինուց էր։ Լավ էր ճանաչված լինել։ Տեսած լինել։ Կարող եմ ձեզ մի բան հարցնել, ասաց Մարինան, քաջություն հավաքելով։ Ամեն ինչ։ Ինչու։ Եք իրականում ինձ աշխատանքի ընդունել։ Եվ մի ասեք, որ միայն ինքնակենսագրության համար էր։ Էդուարդը մի պահ լռեց։ Մտածմունքով մատների արանքում պտտեց գինու բաժակը։ Որովհետև երբ այդ առավոտ արթնացա տեսա, որ դու գնացել ես, զգացի մի բան, որ երկար ժամանակ չէի զգացել։ Ինչ։ Վախ, այլս երբեք քեզ չտեսնելու։ Եվ երբ տեսա, որ դու այնտեղ ես իմ սենյակում, հարցազրույցի համար դա երկրորդ հնարավորություն թվաց։ Մի հնարավորություն, որը ես չէի վատնելու։ Մարինան զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Բայց դուք գիտեիք, որ դա բարդ կլինի։ Ես գիտեի։ Բայց նա գիտեի, որ քեզ չաշխատանքի ընդունելն ավելի վատ կլիներ։ Դա նշանակեր քեզ նորից թողնել գնալ։ Եվ ես չկարողացա։ Ես եսասեր էի։ Դա եսասիրություն չէր։ Ինձ պետք էր այս աշխատանքը։ Եվ ես երախտապարտ եմ, որ դուք ինձ տվեցիք այս հնարավորությունը։ Դուք արժանի էիք այս հնարավորությանը։ Դա բարեգործություն չէր։ Դա արդարություն էր։ Նրանք երկար ժամանակ նայում էին միմյանց։ Այնտեղ գրասենյակից հեռու, դատող հայացքներից, շշուկներից հեռու, ավելի հեշտ էր անկեղծ լինել։ Ավելի հեշտ էր խոստովանել, թե ինչ էին իրականում զգում։ Էդուարդ, ինչ ենք անելու, հարցրեց Մարինան, ձայնը ցածր։ Չգիտեմ։ Միայն գիտեմ, որ չեմ կարող քեզնից հեռու մնալ։ Եվ արդեն փորձել եմ։ Աստված գիտի, թե ինչպես եմ փորձել։ Մարինան ուզում էր ասել, որ ինքն էլ չէր կարողանում։ Ուզում էր ձեռքը մեկնել սեղանով դիպչել նրանինին։ Ուզում էր մոռանալ բոլոր կանոնները, թույլ տալ իրեն զգալ։ Բայց վախենում էր։ Վախենում էր հետանքներից։ Վախենում էր ամեն ինչ կորցնելուց։ Գիշերն ավարտվեց համբույրով։ Ոչ այնտեղ, ռեստորանում։ Այլ հետո, երբ Էդուարդը նրան ուղեկցեց մինչ իր շալեն։ Նրանք կանգնած մնացին դռան մոտ, լռությունը ծանր էր նրանց միջ, մինչ նա թեքվեց գրավեց նրա շուրթերը հուսահատ համբույրով։ Մի համբույր, լի այն ամենով, ինչ չէին կարող ասել։ Շաբաթների զսպվածությամբ։ Ճնշված ցանկությամբ։ Մի կապով, որը հրաժարվում էր անտեսվելուց։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ հիհ էին։ Կներեք, ասաց Էդուարդը, ձայնը խռպոտ։ Մի ներողություն խնդրեք, շշնջաց Մարինան։ Ես էլ էի ուզում։ Նա նայեց նրա աչքերին։ Եթե հիմա մտնեմ այնտեղ, չեմ կարողանա դուրս գալ։ Գիտեմ։ Եվ վաղը մենք ամբողջ օրը հանդիպումներ ունենք։
Գիտեմ։ Էդուարդը մեկ քայլ հետ արեց, հիասթափված ձեռքը տարավ մազերի միջով։ Բարի գիշեր, Մարինա։ Բարի գիշեր։ Նա մտավ շալե փակեց դուռը։ Հենվեց դրան, սիրտը արագ զարկում էր, նրա համը դեռ շուրթերին։ Գիտեր, որ ճիշտ բան էր արել, թույլ չտալով նրան ներս մտնել։ Բայց Աստված, ինչպես էր ցավում։ Երկրորդ օրը արդյունավետ էր։ Ավարտեցին պայմանագրի մանրամասները, համաձայնեցրեցին ժամկետները, կնքեցին գործընկերություններ։ Մարինան իրեն օգտակար, արժորված զգաց։ Եվ Էդուարդը, երբ հնարավորություն էր լինում, նրան հայացքներ էր նետում, որոնք ավելին էին ասում, քան ցանկացած բառ։ Վերջին գիշերն էր, երբ Մարինան ընթրիքից հետո վերադարձավ շալե, որ անսպասելի բան գտավ։ Սեղանին մոռացված մի թղթապանակ։ Նա անմիջապես ճանաչեց։ Դա Էդուարդինն էր։ Նա պետք է այնտեղ թողած լիներ, երբ ավելի շուտ էին անցել, որոշ փաստաթղթեր վերցնելու համար։ Մարինան վերցրեց թղթապանակը, հաջորդ օրը վերադարձնելու համար։ Բայց երբ բացեց այն համոզվելու համար, որ դա նրանն էր, մի բան տեսավ, որը չէր սպասում։ Մի նամակ։ Ձեռագիր։ Իր ձեռքով։ Մարինայի սիրտը արագ զարկեց։ Չպետք է կարդար։ Գիտեր դա։ Բայց ձեռքերը դողում էին, երբ նա բացում էր թուղթը։ Մարինա, չգիտեմ, երբեք հաճություն կունենամ քեզ հանձնել այս նամակը։ Գուցե ավելի լավ է, որ չունենամ։ Բայց պետք է թղթի վրա դնեմ այն, ինչ չեմ կարող ասել անձամբ։ Դու ինձ հատեցիր որպես կայծակ։ Այդ գիշեր հյուրանոցում, երբ դու այնտեղ էիր, այնքան խոցելի, այնքան ճշմարիտ, ինչ-որ բան իմ մեջ փոխվեց։ Եվ հիմա չեմ կարող վերադառնալ այնպիսին, ինչպիսին նախկինում էի։ Փորձում եմ ինձ համոզել, որ դա սխալ է։ Որ դու ավելի լավին ես արժանի։ Մեկին, ով քո շեֆը չէ։ Մեկին, ով այդքան սպիներով չի գալիս։ Բայց ճշմարտությունն այն է, որ չեմ կարող քեզ մոռանալ։ Եվ ավելի վատ, չեմ ուզում մոռանալ։ Գիտեմ, որ սա եսասիրություն է իմ կողմից։ Գիտեմ, որ պետք է թողնեի քեզ գնալ։ Բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ քեզ, ամեն անգամ, երբ լսում եմ քո ձայնը, վստահ եմ, որ երբեք այլս չեմ գտնի մեկին, ով ինձ այսպես կզգացնի։ Կենդանի։ Խոցելի։ Մարդկային։ Կներեք, որ ավելի ուժեղ չեմ։ Կներեք, որ քեզ այսպես եմ ուզում։ Էդուարդ։ Մարինան նամակը 3 անգամ կարդաց։ Արցունքները հոսում էին դեմքով, առանց նրա նկատելու։ Նա գրել էր դա շաբաթներ առաջ։ Եվ երբեք չէր հանձնել։ Ինչու՞։ Վախից։ Կարծելով, որ ճիշտ չէ։ Նա պետք է խոսեր նրա հետ։ Հիմա։ Վերցրեց նամակը, դուրս եկավ շալեից գնաց նրանինին։ Թակեց դուռը, սիրտը արագ զարկում էր։ Էդուարդը բացեց, զարմացած։ Նա առանց վերնաշապիկի էր, միայն շապիկով, մազերը խառնված։ Մարինա։ Ինչ-որ բան պատահել է։ Նա մեկնեց նամակը։ Դուք եք գրել սա։ Էդուարդը նայեց թղթին, գունատվեց։ Դու կարդացիր։ Կարդացի։ Եվ պետք է իմանամ։ Դեռ զգում եք դա։ Նա երկար ժամանակ լռեց։ Ապա, դաժան անկեղծությամբ, ասաց. Զգում եմ։ Ամեն բառը։ Մարինան չմտածեց։ Պարզապես գործեց։ Մտավ շալե, փակեց դուռը, համբուրեց նրան։ Եվ այս անգամ ոչ ոք ուժ չուներ դադարելու։ Նրանք այդ գիշերն անցկացրին միասին։ Դա առաջին անգամվա նման չէր։ Ավելի ուժեղ էր, ավելի գիտակցված։ Որովհետև հիմա գիտեին, թե ինչ էին անում։ Գիտեին հետանքները։ Բայց ընտրեցին, այնուամենայնիվ, միասին լինել։ Երբ արը ծագեց, լույսը լցրեց սենյակը, Մարինան Էդուարդի գրկում էր։ Նա շոյում էր նրա մազերը, նա անուշադիր շրջաններ էր գծում նրա կրծքին։ Ինչ ենք անելու հիմա, հարցրեց նա։ Չգիտեմ։ Բայց այլս չեմ ուզում ծածնել, որ դու ինձ համար ոչինչ չես նշանակում։ Իսկ պայմանագիրը։ Իսկ ընկերությունը։ Իսկ մարդիկ։ Միջոց կգտնենք։ Միասին։ Մարինան ուզում էր հավատալ։ Շատ էր ուզում։ Բայց խորքում գիտեր, որ դա շատ ավելի բարդ կլիներ, քան նա պատկերացնում էր։
Ուղղորությունն ավարտվեց։ Հաջորդ օրը վերադարձան Երան։ Մեքենայում ավելի քիչ զրույց կար։ Երկուսն էլ գիտեին, որ հենց քաղաքի դարպասները հատեն, պետք է վերադառնային շեֆի աշխատակցի դերերին։ Պետք է թաքցնեին այն, ինչ հայտնաբերել էին Ծաղկաձորում։ Պետք է ձացնեին։ Եվ ձացնելը, այնքան ճշմարիտ լինելուց հետո, աշխարհի ամենադժվար բանն էր։ Հաջորդ օրերը լուռ դժոխք էին։ Մարինան վերադարձավ գրասենյակ, փորձելով նորմալ պահել իրեն։ Բայց չէր կարողանում նայել Էդուարդին, առանց հիշելու Ծաղկաձորի գիշերը։ Նրա հպումը, շշնջացող բառերը, այնպես, ինչպես նա նայել էր իրեն, երբ ары ծագել էր։ Եվ մարդիկ նկատեցին։ Ոչ թե այն, ինչ տեղի էր ունեցել, հստակորեն, բայց նկատեցին ինչ-որ տարբեր բան։ Լարվածություն օդում։ Հայացքներ, որոնք մեկ վայրկյան ավելի էին տում։ Զսպված ժպիտներ։ Բամբասանքները վերադարձան լի ուժով։ Եվ այս անգամ Պատրիսիան բաց չթողեց հնարավորությունը։ Մարինա, պետք է խոսեմ ձեզ հետ, ասաց Պատրիսիան մի կեսօրին, կանչելով նրան իր սենյակ։ Մարինան մտավ, ստամոքսը կծկված։ Պատրիսիան նստած էր սեղանի հետում, անթերի, ինչպես միշտ, սառը ժպիտը շուրթերին։ Նստիր։ Մարինան հնազանդվեց։ Գիտեք, թե ինչու եմ ձեզ կանչել այստեղ։ Ոչ։ Որովհետև ես անհանգստացած եմ ձեր համար։ Մարինան հոնքերը կնճռեց։ Անհանգստացած։ Պատրիսյան։ Մարդիկ խոսում են, Մարինա։ Եվ դրանք լավ բաներ չեն։ Ինչ տեսակի բաներ։ Որ դուք Էդուարդը հարաբերություններ ունեք։ Որ դուք այս աշխատանքը կասկածելի միջոցներով եք ստացել։ Որ դուք օգտագործում եք նրա հետ ձեր մտերմությունը ընկերությունում բարձրանալու համար։ Մարինան զգաց, որ արյունը սառում է։ Դա ճիշտ չէ։ Ես գիտեմ, որ ճիշտ չէ։ Բայց ճշմարտությունը կարևոր չէ, երբ հեղինակությունն արդեն պղծված է։ Եվ ձեր հեղինակությունը քանդվում է։ Եվ ինչ եք առաջարկում անել։ Պատրիսյան առաջ թեքվեց, աչքերը հայացած Մարինայի վրա։ Առաջարկում եմ հեռանալ։ Մեր Փարիզի մասնաճյուղում փոխանակման հնարավորություն կա։ 6 ամիս, ամեն ինչ վճարված։ Դա հիանալի հնարավորություն կլիներ ձեր մասնագիտական աճի համար։ Եվ որպես բոնուս, դա ձեզ կհեռացներ այս անհարմար իրավիճակից։ Մարինան անմիջապես հասկացավ։ Դա հնարավորություն չէր։ Դա աքսոր էր։ Պատրիսյան ուզում էր նրան հեռու պահել։ Հեռու Էդուարդից։ Հեռու ընկերությունից։ Հեռու ամեն ինչից։ Շնորհակալություն առաջարկի համար, ասաց Մարինան, ձայնը ամուր, չնայած ներքին դողին։ Բայց ես կհրաժարվեմ։ Պատրիսյան հոնքը բարձրացրեց։ Վստահ եք։ Նման հնարավորություններ միշտ չեն լինում։ Վստահ եմ։ Մարինան դուրս եկավ այդ սենյակից, վստահ լինելով, որ հենց նոր ավելի վտանգավոր թշնամի էր ձեռք բերել։ Բայց նա չէր կարող ընդունել։ Ընդունելը կնշանակեր պարտություն ընդունել։ Կնշանակեր թույլ տալ, որ Պատրիսյան հաղթեր։ Բայց ամեն ինչ ավելի վատացավ։ Շատ։ 2 օր անց Մարինան ստացավ այն այցը, որը ամեն ինչ կփոխեր։ Նա աշխատում էր, երբ տիկին Մարթան հայտնվեց նրա սեղանի մոտ։ Մարինա, մի տիկին կա, որ ուզում է ձեզ հետ խոսել։ Մարինան հոնքերը կնճռեց։ Ինձ հետ։ Օ։ Նա ասաց, որ դոկտոր Էդուարդի մայրն է։ Մարինայի սիրտը գրեթե կանգ առավ։ Նրա մայրը։ Ինչու։ Նա գնաց հանդիպումների սենյակ, որտեղ սպասում էր կինը։ Հելույզա Ալմեիդյանը էլեգանտության մարմնացումն էր։ Կատարյալ սանրված մոխրագույն մազեր, թանկարժեք, բայց զուսպ հագուստներ, դիրք, որը ճչում էր դասի ուժի մասին։ Դուք պետք է Մարինան լինեք, ասաց նա, չբարձրանալով ողջունելու նրան։ Այո, տիկին։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Նստեք, խնդրում եմ։ Մարինան հնազանդվեց, սիրտը արագ զարկում էր։ Ես ուղիղ կլինեմ, Մարինա։ Ես գիտեմ, որ դուք իմ որդին մտերմանում եք։ Եվ ես եկել եմ այստեղ, խնդրելու, որ դուք հեռանաք նրանից։ Մարինան աչքերը թարթեց, շոկի մեջ։ Կներեք։ Էդուարդը լավ մարդ է։ Բայց նա արդեն շատ է տառապել։
Վերջին անգամ, երբ նա ընկերությունից մեկի հետ էր, հանրայնորեն նվաստացվեց։ Ես թույլ չեմ տա, որ դա նորից կրկնվի։ Ես նրա նման չեմ, ասաց Մարինան, ձայնը դողում էր զայրույթից ցավից։ Ես երբեք դա չէի անի նրա հետ։ Գուցե ոչ դիտավորությամբ։ Բայց դուք երիտասարդ եք, անփորձ։ Չեք հասկանում այն ճնշումները, որոնք գալիս են Ալմեիդյան անվան հետ։ Չեք գիտակցում, թե ինչ է նշանակում ապրել մշտական ուշադրության կենտրոնում։ Եվ իմ որդուն ավելորդ բարդություններ պետք չեն։ Նրան կայունություն է պետք։ Մի նույն դասի, մի նույն աշխարհի մեկը։ Մեկը, ինչպես Պատրիսիան, հարցրեց Մարինան, սարկազմը դուրս թռավ, մինչ նա կկարողանար զսպել իրեն։ Հելոիզան ժպտաց։ Սառը ժպիտ։ Պատրիսիան հասկանում է այս աշխարհը։ Դուք, ոչ։ Իսկ Էդուարդը։ Նա ձայն չունի։ Դրանում։ Էդուարդը կուրացած է այն բանով, ինչ զգում է քո հանդեպ։ Բայց ես հստակ տեսնում եմ։ Եվ տեսնում եմ, որ դու կքանդես այն ամենը, ինչ նա տարիներ շարունակ կառուցել է։ Մի կործանիր իմ որդուն, Մարինա։ Մի եղիր եսասեր։ Կինը վեր կացավ, վերցրեց իր պայուսակը, հեռացավ, Մարինային թողնելով այնտեղ, մենակ, սիրտը կոտրված։ Բառերը արձագանքում էին նրա մտքում։ Մի կործանիր իմ որդուն։ Կարծես Մարինան աղետ լիներ, որը սպասում էր իրականանալուն։ Կարծես նրա սերը սպառնալիք լիներ։ Այդ գիշեր Մարինան որոշում կայացրեց։ Մի որոշում, որն ավելի շատ էր ցավեցնում, քան այն ամենը, ինչ նա երբե բախվել էր։ Բայց դա ճիշտ որոշումն էր։ Միակ հնարավոր որոշումը։ Նա գրեց իր հրաժարականի դիմումը։ Մարինան ոչ ոքի ոչինչ չասաց։ Պարզապես հրաժարականի դիմումով ծրարը թողեց Էդուարդի սեղանին, երբ նա գնաց հանդիպման։ Ներսում, պաշտոնական փաստաթղթից բացի, մի նամակ կար։ Կարճ։ Ուղիղ։ Ցավալի։ Էդուարդ, այլս չեմ կարող մնալ։ Ոչ թե որովհետ չեմ ուզում, այլ որովհետ չափազանց շատ եմ սիրում քեզ, որպեսզի լինեմ քո կործանման պատճառը։ Քո մայրը ճիշտ է։ Ես չեմ պատկանում այս աշխարհին։ Եվ որքան երկար մնամ, այնքան ավելի շատ վնաս կհասցնեմ քեզ, քո հեղինակությանը, այն ընկերությանը, որը դու այդքան ջանքերով կառուցել ես։ Դու արժանի ես մեկին, ով ավելացնում է, ոչ թե հանում։ Եվ ես, հիմա, միայն հանում եմ։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ինձ հնարավորություն տալու համար, երբ ոչ ոք չտվեց։ Ինձ տեսած զգալու համար։ Ինձ ցույց տալու համար, թե ինչ է նշանակում իսկապես ցանկալի լինել։ Ես կպահեմ ամեն պահը։ Բայց պետք է գնամ։ Կներեք։ Մարինա։ Նա արդեն այլ աշխատանք էր գտել։ Մի փոքր խորհրդատվական ընկերություն Ավանում։ Ավելի ցածր աշխատավարձ, պակաս հեղինակավոր պաշտոն։ Բայց հեռու։ Հեռու Էդուարդից։ Հեռու նրան ամեն օր տեսնելու չկարողանալու դիպչելու ցավից։ Հեռու Պատրիսիայից, նրա խաղերից։ Հեռու նրա մորից, նրա անհնարին սպասումներից։ Մարինան Ալմեիդյան ներդրումներից դուրս եկավ ուրբաթ կեսօրին։ Ոչ ոքի չհրաժեշտ տվեց։ Պարզապես իր քիչ ապրանքները դրեց մի տուփի մեջ, հեռացավ։ Երբ անցավ ընդունարանով, տիկին Մարթան նրան նայեց մի տխրությամբ, որը շատ բան էր ասում։ Կարծես գիտեր։ Կարծես հասկանում էր։ Հաջողություն, սիրելիս, ասաց նա, Մարինան ստիպված էր արցունքները կուլ տալ։ Էդուարդը նամակը տեսավ միայն օրվա վերջում։ Ժամեր էր անցկացրել հանդիպումներում, երբ վերջապես վերադարձավ սենյակ, գտավ ծրարը։ Սիրտը արագ զարկեց, երբ տեսավ նրա ձեռագիրը։ Բացեց դողացող ձեռքերով։ Եվ երբ կարդում էր, ինչ-որ բան իր ներսում կոտրվեց։ Նա գնացել էր։ Նորից։ Բայց այս անգամ ոչ թե վախից, այլ սիրուց։ Էդուարդը չմտածեց։ Վերցրեց բաճկոնը, մեքենայի բանալիները վազեց։ Պետք էր գտնել նրան։ Պետք էր ասել, որ նա սխալվում էր։ Որ նա բեռ չէր։ Որ նա հակառակն էր։ Որ նա միակ ճիշտ բանն էր կյանքի կասկածելի որոշումների ամբողջության մեջ։ Բայց երբ հասավ նրա գրանցված հասցեին, Մարինան այնտեղ չէր։ Պանսիոնատի տիրուհին ասաց, որ նա շուտ էր հեռացել, իր հետ տանելով ճամպրուկները։
Էդուարդը զգաց, որ խուճապը տիրում է իրեն։ Նա գնացել էր։ Վերադարձել էր գավառ։ Նորից անհետացել էր։ Զանգահարեց Ջուլիանային։ Բոլոր կոնտակտներին, որ ուներ։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղ էր նա։ Միայն շաբաթ առավոտյան կարողացավ պարզել։ Ջուլիանան երկար համառությունից հետո պատմեց նոր աշխատանքի մասին։ Մի ընկերություն Ավանում։ Մի փոքր գրասենյակ համեստ արտրային շենքում։ Էդուարդը սպասեց մինչ երկուշաբթի։ Ամեն ժամը հավերժություն էր։ Չքնեց։ Չկերավ։ Միայն մտածում էր, թե ինչպես համոզել նրան։ Ինչպես հասկացնել, որ նա չէր կարող պարզապես այդպես դուրս գալ իր կյանքից։ Երկուշաբթի առավոտյան, ուղիղ ժամը 9-ին, Էդուարդը կայանեց այն շենքի դիմաց, որտեղ հիմա աշխատում էր Մարինան։ 3 հարկ բարձրացավ աստիճաններով, սիրտը անկանոն բաբախում էր։ Գտավ ընկերության անունով դուռը։ Թակեց։ Մտավ։ Մարինան այնտեղ էր։ Նստած փոքր սեղանի մոտ, դիմացը հին համակարգիչ, շրջապատված գործընկերներով, ովքեր նույնքան կորած էին թվում, որքան ինքը։ Երբ տեսավ Էդուարդին մտնում, գունատվեց։ Էդուարդ, ի՞նչ եք անում այստեղ։ Բոլորի հայացքները նրա վրա հառվեցին։ Այն անթերի կոստյումով տղամարդու վրա, ով լիովին տարբերվում էր այդ պարզ միջավայրից։ Եկել եմ ձեզ հետ խոսելու։ Ոչ այստեղ։ Խնդրում եմ։ Հենց այստեղ։ Մարինան վեր կացավ, հուսահատ։ Էդուարդ, մի արեք դա։ Բայց նա արդեն թղթեր էր հանում իր թղթապանակից։ Դրեց նրա սեղանին, բոլորի տեսանելիության տակ։ Սա հետքան չէ, ասաց նա, ձայնը ամուր։ Ստորագրված Պատրիսիա Մենդեսյանի կողմից։ Խոստովանելով, որ գործել է խանդից դրդված։ Որ խեղաթյուրել է փաստերը։ Որ թշնամական միջավայր է ստեղծել ձեզ համար։ Նա 3 ազատվել է աշխատանքից։ Մարինան աչքերը լայն բացեց։ Ինչ։ Ես հետաքննեցի։ Խոսեցի բոլոր աշխատակիցների հետ։ Պարզեցի այն ամենը, ինչ նա արել էր։ Սաբոտաժները։ Չարամիտ մեկնաբանությունները։ Ձեզ երկրից հեռացնելու փորձը։ Եվ ես նրան ազատեցի։ Աշխատանքից։ Ամբողջ տնօրինության առջ։ Էդուարդ, ձեզ պետք չէր։ Պետք էր։ Որովհետև ոչ ոք ձեզ այդպես չի վերաբերվում անպատիժ մնում։ Ոչ ոք։ Բայց ձեր մայրը… Իմ մայրը սխալվում է։ Եվ ես ասացի նրան դա։ Ասացի, որ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է նա կարծում։ Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է կարծում։ Ինձ միայն հետաքրքրում է այն, ինչ ես զգում եմ։ Եվ այն, ինչ ես զգում եմ քո հանդեպ, իրական է։ Դա ճնշող է։ Եվ ես թույլ չեմ տա, որ դու հեռանաս ուրիշների վախի պատճառով։ Մարինան զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Դուք չեք հասկանում։ Ես ամեն ինչ կքանդեմ։ Ձեր հեղինակությունը, ձեր ընկերությունը, ձեր ընտանիքը։ Էդուարդը շրջեց սեղանի շուրջը։ Կանգնեց հենց նրա դիմաց, բռնելով նրա դեմքը ձեռքերի մեջ։ Մարինա, նայիր ինձ։ Դու ոչինչ չես քանդի։ Դու միակ բանն ես, որն ինձ ամբողջական է պահում։ Քեզնից առաջ ես պարզապես մի գործադիր էի։ Որոշումներ էի կայացնում, պայմանագրեր էի կնքում, փող էի կուտակում։ Բայց չէի ապրում։ Չէի զգում։ Եվ հիմա, քեզ հետ, ես վերջապես գիտեմ, թե ինչ է նշանակում կենդանի լինել։ Բայց մարդիկ կխոսեն։ Կդատեն։ Կասեն, որ ես քեզ հետ եմ միայն շահի համար։ Թող խոսեն։ Ես գիտեմ ճշմարտությունը։ Եվ դու գիտես ճշմարտությունը։ Դա է կարևորը։ Մարինան գլխով արեց, արցունքները հիմա ազատորեն հոսում էին։ Դա այդքան պարզ չէ։ Պարզ է։ Հենց այդքան պարզ է։ Ես սիրում եմ քեզ, Մարինա։ Եվ եթե պետք լինի, ես ամեն ինչ կթողնեմ։ Նախագահությունը, ընկերությունը, անունը։ Դրանցից ոչ մեկը քեզնից ավելի արժեքավոր չէ։ Գրասենյակում լռությունը բացարձակ էր։ Բոլորը նայում էին տեսարանին, բերանները բաց։ Մարինան շուրջ բոլորը նայեց, տեսավ գործընկերներին, տեսավ պարզ միջավայրը, տեսավ այն իրականությունը, որը նա ընտրել էր։
Եվ հետո նայեց Էդուարդին, այն տղամարդուն, ով ամբողջ քաղաքով եկել էր նրան գտնելու, այն տղամարդուն, ով պատրաստ էր ամեն ինչից հրաժարվել նրա համար։ Եվ հասկացավ, որ փախչելը պատասխանը չէր, որ զգացածից հրաժարվելը ազնիվ չէր, այլ վախկոտություն, որ սերը, երբ իսկական է, չի թաքնվում, չի ներողություն խնդրում, չի նահանջում։ Ես էլ եմ սիրում քեզ, շշնջաց նա, ձայնը խեղդված, այնքան, որ ցավում է։ Էդուարդը ժպտաց։ Այն ժպիտը, որը նա առաջին անգամ տեսել էր բարում ամիսներ առաջ։ Այն ժպիտը, որը ամեն ինչ փոխել էր։ Այդ դեպքում վերադարձիր։ Վերադարձիր ինձ մոտ։ Վերադարձիր ընկերություն։ Ոչ թե որպես իմ աշխատակից։ Որպես իմ գործընկեր։ Որպես իմ հավասարը։ Մարինան աչքերը թարթեց, շփոթված։ Ինչպես է դա։ Ես ձեզ գործընկերություն եմ առաջարկում։ Ընկերության 20%-ը։ Դուք արդեն ապացուցել եք, որ ունակ եք, որ խելացի եք, որ տեսլական ունեք։ Ես չեմ ուզում, որ դուք ինձ համար աշխատեք։ Ես ուզում եմ, որ դուք ինձ հետ աշխատեք։ Էդուարդ, սա խենթություն է։ Ես փորձ չունեմ։ Ես փող չունեմ ներդնելու։ Դուք տաղանդ ունեք։ Քաջություն ունեք։ Ունեք այն ամենը, ինչ կարոր է։ Մնացածը միասին կկառուցենք։ Մարինան չէր կարողանում հավատալ։ Դա սյուրռեալ էր։ Անհնար։ Բայց նայելով նրա աչքերին, տեսավ, որ դա իրական է։ Որ նա լուրջ էր խոսում։ Իսկ եթե չստացվի, հարցրեց նա, ձայնը թույլ։ Կստացվի։ Որովհետև մենք երկուսս միասին ավելի ուժեղ ենք, քան ցանկացած խոչընդոտ։ Մարինանց մեկ անգամ շուրջ բոլորը նայեց։ Գործընկերներին, ովքեր ամեն ինչ դիտում էին, կարծես ֆիլմի տեսարան լիներ։ Փոքր ու համեստ գրասենյակին։ Անվտանգ, բայց անկիրք կյանքին, որը նա ընտրել էր։ Եվ հետո նայեց Էդուարդին։ Ռիսկին։ Անհայտին։ Արտասովոր բանի հնարավորությանը։ Այո, ասաց նա, ձայնը հիմա ամուր։ Ես կվերադառնամ։ Էդուարդը չսպասեց։ Քաշեց նրան իրեն մոտ համբուրեց հենց այնտեղ, բոլորի առջ։ Մի համբույր, որը ոչինչ չէր թաքցնում։ Որը ներողություն չէր խնդրում։ Որն ասում էր ամբողջ աշխարհին. Այս կինը իմն է։ Եվ ես նրանն եմ։ Երբ նրանք բաժանվեցին, Մարինան կարմրել էր։ Էդուարդը ժպտում էր դեռահասի նման։ Եվ Մարինայի գործընկերները ծափահարում էին։ Սա ամենառոմանտիկ բանն էր, որ ես երբե տեսել եմ կյանքում, ասաց կանանցից մեկը, արցունքները սրբելով։ Մարինան ծիծաղեց։ Առաջին անգամ շաբաթների ընթացքում իսկապես ծիծաղեց։ Գնանք, հարցրեց Էդուարդը, ձեռքը մեկնելով։ Գնանք, պատասխանեց նա, մատները միահյուսելով նրանինին։ Նրանք դուրս եկան այդ գրասենյակից, ձեռք ձեռքի։ Եվ երբ նստեցին Էդուարդի մեքենան, Մարինան իրեն թեթ զգաց։ Կարծես 100 կիլոգրամանոց բեռ էր թողել, որը ամիսներ շարունակ կրում էր։ Իսկ հիմա, հարցրեց նա։ Հիմա կապրենք։ Իրականում։ Առանց վախի։ Առանց թաքցնելու։ Միասին։ Հաջորդ ամիսները հեղափոխություն էին։ Այն լուրը, որ Մարինան դարձել էր Ալմեիդյան ներդրումների գործընկեր, մեծ իրարանցում առաջացրեց։ Մարդիկ խոսեցին, ենթադրություններ արեցին, դատեցին։ Բայց Էդուարդը Մարինան չմտածեցին։ Ամեն ինչի դիմակայեցին միասին։ Մարինան օրեցօր ապացուցեց, որ արժանի է այնտեղ լինել։ Իրականացրեց նոր ռազմավարություններ, կնքեց կարևոր պայմանագրեր, հարգանք ձեռք բերեց նույնիսկ ամենաթերահավատներից։ Իսկ Էդուարդը հայտնաբերեց, որ աշխատելն այն կնոջ կողքին, ում սիրում էր, անսահմանորեն ավելի լավ էր, քան մենակ աշխատելը։ Նրանք սկզբում իրենց հարաբերությունները զուսպ էին պահում։ Ոչ թե որովհետև ամաչում էին, այլ որովհետև ուզում էին, որ մարդիկ տեսնեին Մարինայի աշխատանքը, մինչ նրանց հարաբերությունները դատելը։ Եվ դա աշխատեց։ 6 ամսում ոչ ոք այլս չէր կասկածում նրա իրավասությանը։ Իսկ հարաբերությունները դարձան բնականաբար ընդունված։ Իհարկե, մարտահրավերներ եղան։
Էդուարդի մորը ժամանակ պահանջվեց ընդունելու համար։ Բայց Մարինան իր քաղցրությամբ վճռականությամբ աստիճանաբար նվաճեց կնոջը։ Ցույց տվեց, որ նա այնտեղ չէր շահի համար։ Որ նա սիրում էր Էդուարդին այն տղամարդու համար, ով նա էր, ոչ թե այն բանի համար, ինչ նա ուներ։ Մարինան երբեք չմոռացավ, թե որտեղից էր եկել։ Ամեն ամիս գումար էր ուղարկում մորը։ Եվ որպես գործընկեր առաջին տարում նրա համար տուն գնեց Դիլիջանում։ Մայրը այնքան լացեց, երբ ստացավ բանալիները, որ Մարինան էլ լացեց։ Դա երազանքի իրականացումն էր։ Ապացույցը, որ արժեր ամբողջ ջանքը, ամբողջ վախը, բոլոր արցունքները։ Ցերեկվա ընթացքում Էդուարդը Մարինան գործընկերներ էին։ Նա փորձառու գործադիր տնօրենը։ Նա ռազմավար նորարար գործընկերը։ Հանդիպումներում նրանք քննարկում էին, տարաձայնում, հասնում համաձայնության։ Դա ամուր պրոֆեսիոնալ գործընկերություն էր, հիմնված փոխադարձ հարգանքի վստահության վրա։ Բայց գիշերը, երբ գրասենյակի դռները փակվում էին, նրանք վերադառնում էին այն բնակարանը, որն այժմ կիսում էին կենտրոնի շքեղ թաղամասում, նրանք պարզապես մի տղամարդ մի կին էին, խորապես սիրահարված։ Միասին ընթրում էին, խոսում օրվա մասին, ծիծաղում անհեթեթ իրավիճակների վրա, պլանավորում ապագան։ Եվ անկողնում նրանք նորից հանդիպում էին, կարծես ամեն գիշեր առաջին լիներ։ Նույն ինտենսիվությամբ, նույն ցանկությամբ, նույն սիրով, որը միայն աճում էր։ Մարինան մեծացավ։ Անվստահ գավառական աղջկանից նա դարձավ վստահ գործադիր։ Սովորեց պաշտպանել իր գաղափարները հանդիպումներում, ամուր բանակցել, կարեկցանքով ղեկավարել։ Բայց երբեք չկորցրեց էությունը, համեստությունը, կարեկցանքը, մարդկանց պաշտոններից դուրս տեսնելու կարողությունը։ Էդուարդը նույնպես փոխվեց։ Սովորեց ավելի շատ լսել, վերահսկել միշտ ճիշտ լինելու ցանկությունը, կիսել իշխանությունը։ Մարինան նրան սովորեցրել էր, որ խոցելիությունը թուլություն չէ, որ օգնություն խնդրելը ձախողում չէ, որ անվերապահ սիրելը ամենակաջարի բանն է, որ մարդը կարող է անել։ Նրանք դեռ ապրում էին սայրի վրա, ինչ-որ առումով։ Կորպորատիվ աշխարհը անողոք է։ Մի սկանդալ, մի ձախողում, ամեն ինչ կարող էր փլուզվել։ Բայց նրանք սովորել էին մի հիմնարար բան։ Միասին, նրանք ավելի ուժեղ էին, քան ցանկացած փոթորիկ։ Ավանում տեղի ունեցած այդ դրամատիկ երկուշաբթիից մեկ տարի անց Էդուարդը Մարինային ամուսնության առաջարկ արեց։ Դա թանկարժեք ռեստորանում չէր։ Դա միջազգային ճանապարհորդության ժամանակ չէր։ Դա նույն բարում էր, հյուսիսային պողոտայում, որտեղ նրանք ծանոթացել էին։ Նրանք վերադարձան այնտեղ ուրբաթ գիշեր։ Մարինան գաղափար անգամ չուներ, թե ինչ էր պլանավորում Էդուարդը։ Կարծում էր, որ դա պարզապես նոստալգիկ տոնակատարություն էր։ Մի կենաց անհավանական ճանապարհների համար, որոնք նրանց հասցրել էին այնտեղ։ Բայց երբ Էդուարդը ծնկի իջավ, հենց բարի մեջտեղում, թավշյա տուփը ձեռքին աչքերը լի արցունքներով, Մարինան հասկացավ։ Դա ոչ միայն կենաց էր։ Դա նոր սկիզբ էր։ Դա մի ցիկլի փակում էր, մեկ այլի բացում։ Մարինա, այդ առաջին գիշեր, դու փոխեցիր իմ կյանքը։ Եվ ամեն օր այդ ժամանակվանից, դու շարունակում ես փոխել։ Դու ինձ սովորեցրիր սիրել առանց վախի, ապրել առանց վերապահումների, լինել ավելի լավ տղամարդ։ Ամուսնացիր ինձ հետ։ Ոչ թե որովհետև ես քեզ պետք է, այլ որովհետև ես քեզ եմ ընտրում։ Ամեն օր։ Հավերժ։ Մարինան անմիջապես չկարողացավ պատասխանել։ Շատ էր լացում։ Բայց երբ վերջապես կարողացավ խոսել, ասաց միակ կարևոր բանը. Այո։ 1000 անգամ այո։ Ամբողջ բարը ծափահարում էր։ Անծանոթները տոնում էին, կարծես մտերիմ ընկերներ լինեին։ Եվ երբ Էդուարդը մատանին դրեց նրա մատին համբուրեց նրան, Մարինան զգաց, որ հասել է։ Ոչ վերջնական նպատակակետին, որովհետև կյանքը վերջնական նպատակակետեր չունի։ Բայց այն վայրին, որտեղ միշտ պետք է լիներ։ Նրա գրկում։ Նրանց սիրո մեջ։ Այն պատմության մեջ, որը նրանք միասին կառուցել էին, աղյուս առ աղյուս, ընտրություն առ ընտրություն։ Ամուսնությունը տեղի ունեցավ 6 ամիս անց։ Դա զուսպ էր, բայց էլեգանտ։ Միայն ընտանիքի անդամներ, մտերիմ ընկերներ։ Մարինայի ընտանիքի ֆերմայում, Դիլիջանում։ Էդուարդը պնդեց։
ասաց, որ ուզում է ամուսնանալ այն վայրում, որը ձավորել էր իր սիրելի կնոջը։ Եվ Մարինան հուզմունքից լացեց այդ ժեստի համար։ Նրա մայրը նրա հետ քայլեց դեպի զոհասեղան։ Էդուարդը սպասում էր, աչքերը թաց։ Եվ երբ Մարինան հասավ նրան, շշնջաց. «Դու ամենալավ բանն ես, որ երբե պատահել է ինձ հետ»։ Նա ժպտաց. «Ես եմ շնորհակալ։ Մեր հույսը չկորցնելու համար։ Երբեք չեմ կորցնի։ Ես էլ»։ Խնջույքը պարզ էր, բայց լի սիրով։ Ջուլիանան Մարինայի ընկերուհին էր, ելույթ ունեցավ, բոլորին միաժամանակ ծիծաղեցնելով, լացացնելով։ Տիկին Մարթան, ով գրասենյակում դարձել էր մի տեսակ որդեգրող մայր, ամբողջ գիշեր պարեց։ Եվ Էդուարդի մայրը, Հելույզան, ով սկզբում այդքան դիմադրել էր, գիշերվա վերջում գրկեց Մարինային, ասաց. «Կներեք, որ այդքան երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար։ Դուք կատարյալ եք իմ որդու համար»։ Մարինան, Էդուարդը գիտեին, որ կյանքը միշտ կատարյալ չի լինի։ Կլինեն մարտահրավերներ, ճգնաժամեր, դժվար պահեր։ Բայց նա գիտեին, որ միասին նրանք կարող էին դիմակայել ամեն ինչի։ Որովհետև այն սերը, որ նրանք ունեին, փխրուն չէր։ Այն կրված էր դժվարության մեջ, կոփված էր վախով, ամրացված էր միասին մնալու մշտական ընտրությամբ։ Նրանք կայսրություն կառուցեցին։ Ոչ միայն ֆինանսական, այլ էմոցիոնալ։ Մի վայր, որտեղ նրանք ամբողջությամբ ընդունված էին։ Որտեղ նրանք կարող էին խոցելի լինել առանց վախի։ Որտեղ հաջողությունը չափվում էր ոչ թե բանկում եղած գումարով, այլ այն խաղաղությամբ, որը նրանք զգում էին արթնանալով միմյանց կողքին։ Մարինան երբեք չմոռացավ այն գավառական աղջկան, ով երան էր եկել դիպլոմը ձեռքին, սիրտը լի սպասումներով։ Այն աղջիկը, այնքան անվստահ, այնքան կորած, այնքան անտեսանելի։ Եվ ամեն անգամ, երբ նա տեսնում էր մեկին այդպիսի իրավիճակում, ձեռք էր մեկնում։ Հնարավորություն էր առաջարկում։ Որովհետև գիտեր, որ միակ հնարավորությունը, որը տրվում է ճիշտ պահին, կարող է փոխել ամբողջ կյանքը։ Էդուարդը նույնպես փոխեց ընկերությունը ղեկավարելու իր ձ. Դարձավ ավելի մարդկային առաջնորդ, ավելի մատչելի։ Ստեղծեց մենթորության ծրագրեր երիտասարդ մասնագետների համար, հատկապես նրանց, ովքեր համեստ ծագում ունեին։ Որովհետև Մարինան նրան սովորեցրել էր, որ տաղանդներ կան ամենուր։ Պարզապես նրանց բաց դուռ է պետք։ Տարիներ անց, երբ նրանք արդեն 2 երեխա ունեին, Ալմեիդյան ներդրումները դարձել էր երկրի խոշորագույն կառավարիչներից մեկը, Էդուարդը Մարինան դեռ վերադառնում էին հյուսիսային պողոտայի այն բար։ Նստում էին նույն տեղում, որտեղ ծանոթացել էին։ Պատվիրում էին նույն խմիչքները։ Եվ կենաց էին խմում այն անհավանական գիշերվա հիշատակին, որը փոխել էր ամեն ինչ։ Դուք ինչ-որ բանի համար զղջո՞ում եք, հարցրեց Մարինան այդ գիշերներից մեկին։ Միայն այն, որ չվազեցի քո հետից այդ առաջին առավոտ, որ թույլ տվեցի քեզ փախչել։ Բայց դա անհրաժեշտ էր։ Որովհետև մենք նորից հանդիպեցինք հենց այն ժամանակ, երբ պետք է։ Դու ճիշտ ես։ Ինչպես միշտ։ Մարինան ծիծաղեց։ Ոչ միշտ։ Միշտ, պնդեց նա, նրբորեն համբուրելով նրան։ Նրանք սովորեցին, որ սերը կատարյալ մարդուն գտնելը չէ։ Դա ճիշտ մարդուն գտնելն է։ Նրան, ում հետ ընտրում ես աճել։ Նրան, ում հետ պատմություն ես կառուցում։ Նրան, ով ստիպում է քեզ ավելի լավը լինել, ոչ թե որովհետև դու բավականաչափ լավը չես, այլ որովհետև նա քո մեջ լավագույնն է ներշնչում։ Մարինան, Էդուարդը դեռ ինտենսիվ էին ապրում։ Դեռ վիճում էին։ Դեռ տարաձայնում էին։ Բայց օրվա վերջում, երբ պառկում էին նույն անկողնուն միահյուսում մատները, գիտեին, որ ճիշտ ընտրություն էին կատարել։ Միակ հնարավոր ընտրությունը։ Միասին մնալ։ Ամեն ինչի բոլորի դեմ։ Հավերժ։ Եվ նրանց պատմությունը, այն, որը սկսվեց մի անհավանական գիշեր Երանի բարում, շարունակում էր գրվել։ Օրեցօր։ Համբույրից համբույր։ Ընտրությունից ընտրություն։ Անհավանական սիրո պատմություն, որը դարձավ անխուսափելի։ Քաջության, խոցելիության, բացարձակ վստահության պատմություն, որ երբ երկու մարդ իսկապես ընտրում են միմյանց, ոչ մի խոչընդոտ բավականաչափ մեծ չէ նրանց բաժանելու համար։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինայի Էդուարդի պատմությունը հուզել է ձեր սրտերը։
Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման քաջության այս ճանապարհորդությունից, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա Մարինայի ուժն էր, իր վախերին դիմակայելիս։ Էդուարդի վճռականությունը պայքարելու սիրո համար։ Կամ գուցե այն ուղերձը, որ արժե ամեն ինչ ռիսկի դիմել, երբ գտնում ես մեկին, ով քեզ իսկապես կենդանի է զգացնում։ Ամեն օր մենք ձեզ ենք ներկայացնում այսպիսի ուժեղ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք խոսում են սիրո մասին, որոնք մարտահրավեր են նետում կոնվենցիաներին, մարդկանց մասին, ովքեր ընտրում են երջանիկ լինել, չնայած բոլոր խոչընդոտներին։ Յուրաքանչյուր պատմություն մարդկային կարողության տոն է, սիրելու, նորից սկսելու, հավատալու։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կշարժի ձեր հույզերը։ Մինչ այդ, հիշեք. իսկական սերը միշտ արժե։ Միշտ։